Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ այստեղ եք, ողջունում եմ կրկին բոլորիդ Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ Այսօր մեր դպրոցի կյանքում կարևոր օր է, եւ մենք մեկնարկում ենք դպրոցի 60-ամյա հոբելյանին նվիրած ամերգաշրջանը։ Նաեւ շատ խորհրդանշական է, որ այս կարևոր շրջանը սկսում ենք հենց Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությամբ, որ քիչ առաջ դպրոցի նախամուտքում դուք կարողացաք տեսնել։ Մեր դպրոցի համար Խաչատրյանի անունը միայն անվանում չէ, այն մտածողություն է, գեղարվեստական չափանիշ, մշակութային ուղղություն, որով ձևավորվել են բազում սերունդներ։ Այսօր այստեղ ներկայացած ցուցադրությունը եւս մեկ հնարավորություն է վերադարձի դեպի այն արժեքները, որոնց վրա կառուցվում է մեր քրթական մշակութային առաքելությունը։ Այս առիթով հատուկ ուզում եմ նշել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ մեր համագործակցության մասին, որի շնորհիվ այս ցուցադրությունը այսօր ներկայացված է հենց այստեղ, մայստրոյի անունը կրող դպրոցում։ Խորին շնորհակալությամբ ուզում եմ բեմ հրավիրել եւ խոսքը փոխանցել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, հրաշալի դաշնակահարուհի եւ մեր դպրոցի վաղեմի բարեկամ Արմինե Գրիգորյանին։ Բարի երեկո, սիրելի հյուրեր, բարի երեկո, սիրելի չարենցավանցիներ, Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի ողջ անձնակազմ, սաներ, ծնողներ։ Դե իհարկե այս հրաշալի իրադարձության անմասն չէին կարող մնալ թե Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, թե Արամ Խաչատրյանի անունը կրող դաշնամուրային տրիոն։ Եվ այսուհետ ձեր գեղեցիկ ճեմասպահը էլ ավելի կգեղեցկացնի եւ կզարդարի այս ցուցադրությունը, որին դուք երևի թե արդեն ծանոթացաք կամ հրավիրում եմ, որ ծանոթանաք, որը ամբողջությամբ կազմակերպված է տուն-թանգարանի արխիվային նյութերի վրա։ Ես պետք է ասեմ, որ այս տասնամյակների ընթացքում Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը ստանձնել է մի շատ կարևոր եւ պատասխանատու դեր, դառնալով Չարենցավանի մշակութային կենտրոնական օջախ։ Ես այդ առիթով ուզում եմ ցանկանալ, որ դպրոցի տնօրինության մաղթում եմ տնօրինությանը իդեմս մեր սիրելի Վահագն Մարգարյանին ուժ եւ կորով եւ ցանկանում եմ, որ ինքը միշտ շրջապատված լինի համախոհներով, աջակիցներով, որոնք կնպաստեն, որ բոլոր հետաքրքիր ծրագրերը, նախագծերը իրականություն դառնան։ Իսկ մենք միշտ ձեր կողքին ենք։ Սիրելի Վահագն, ես ուզում եմ այսօր մի փոքրիկ նվեր հանձնել ձեզ։ Դա տուն-թանգարանի վերջերս հրատարակված տուն-թանգարանի արխիվային նյութերի պատկերազարդ գիրքն է, որը կլրացնի այն բոլոր նվերները, որոնք մենք սիրով տարիներ շարունակ հանձնում ենք ձեր գրադարանին։ Չսպասեցնեմ եւ միանգամից այսօրվա երաժշտական մասին ասեմ։ Բեմում է Չարենցավանի երաժշտական դպրոցի երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Դավիթ Սարգսյան։
եւ արդեն 6 տասնամյակ շարունակ կերտում է իր պատմությունն ու մշակութային ավանդույթները։ Այսօրվա երեկոն կոչված է միավորելու այդ գեղեցիկ ավանդույթները եւ ձեզ հետ միասին նշելու հոբելյանական տարվա սկիզբը։ Առաջիկա ամիսներին այս բեմում կանչեն բազմաժանր եւ հետաքրքիր համերգային ծրագրեր, հյուրախաղերով հանդես կգան ճանաչված ու սիրված երաժշտական կոլեկտիվներ ու կատարողներ, ձևավորելով մի ամբողջ հոբելյանական համերգաշրջան։ Այսօր դահլիճում ներկա են նաև նրանց ընտանիքների ներկայացուցիչները եւ մենք դպրոցի կողմից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրանց եւ ցանկանում ենք որպես հուշ փոխանցել դպրոցի նորասկերտ պատկերագիրքը։ Խնդրում եմ, որ բեմ բարձրանան Գրիգորի Երիցյանը եւ Հարություն Ղազանչյանը։ Սիրելի չարենցավանցիներ, շատ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ եւ շնորհավորում եմ ձեզ այս կարևոր կրթօջախի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Կարծում եմ պապիկս շատ երջանիկ եւ հպարտ կլիներ իմանալ, որ տարիների ընթացքում այս համայնքում ձևավորվել է երաժշտասեր հասարակություն, որ այսքան տաղանդաշատ երեխաներ կան եւ ես էլ իհարկե շատ հպարտ եմ, որ գրում եմ իր անունը եւ ազգանունը։ Մինչ օրս, երբ որ Չարենցավանում խոսում եմ մարդկանց հետ, շփվում եմ, մինչ օրս իրենք բոլորը հիշում են, գնահատում են անգնահատելի աշխատանքը, որ ինքը կատարել է, եւ երբ փոքր էի, շատ էր պատմում, թե ինչ ջանքերի շնորհիվ է եղել, որ այս քաղաքը այդքան հպարտանում է, եկել է քաղաք դեռ խորհրդային միության տարիներին Եվրոպայից, ինչը անհնարին էր թվում, դարձել էր իրականություն եւ այսօր ավելի վաղ մենք նաեւ Չարենցավանում մասնակցեցինք Չարենցավանի երիտասարդական կենտրոնի բացմանը եւ ես շատ ուրախ եմ, որ իմ կապը այս համայնքի հետ եւ իմ պապիս կապը շարունակվում է։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ ձեզ մաղթում եմ այսօր հաճելի երեկո։ Համերգային երեկոն կշարունակի դպրոցի աշակերտ Արմեն Սարգսյանը, Արամ Խաչատրյան, Տոկատ։